Մենք աշխարհի միակ պետությունն ենք, որտեղ իշխանությունը մեզ սպառնում է պատերազմով, եթե ինքը չլինի իշխանություն, չկա աշխարհում էլ ուրիշն էս պետություն։ Եթե Նիկոլը չլինի վարչապետ, Հայաստանը չի լինի։ Ձեզ մի գաղտնիք բացեմ, իշխանությունը չպետք է լինի խեղճ։ Բունկերում փակված ու ստիպված ստորագրել։ Ասեմ քեզ ավելին, մարդիկ կան հավատում են, ասում են Դուշանբեի լիֆտում իրան փոխել են։ Ու Աննան նոր աջոգ է ու նոր իրանից գնացել է։ Պրո-հայկական վեկտորը ձեռնտու է ռուսին էլ, ամերիկացուն էլ, իրանցուն էլ, չինացուն էլ, որովհետև պրո-հայկականը ենթադրում է Քուշայերի պաշտպանությունը առանց սրա նրա դուդուկի տակ տրենգի ապարելը։ Փաստացի իրանց ասածով, էլի մտնում ենք ռուսի սապոգի տակ կամ ֆրանսիացու յուբկի տակ։ Դու մի զարմացի, երբ որ Հայաստանում հեղուկ գազի պակասությունը պատասխանատուն դուսա գալիս, ես չգիտեմ ինչից է։ Ու սովորել, որ հայերը վատն էին ու այդ մենք ենք մեղավոր ցեղասպանության մեջ։ Հա մի մտածեք, որ Լարսը կփակեն։ Ադրբեջանով ալտերնատիվ ճանապարհ կա։ Ողջույն Արման ջան, արի այսօր խոսանք ձեր կուսակցության ծրագրային պլաններից, այսինքն մենք ունենք ես առաջարկում եմ 3 սցենարով շարժվենք, լավատեսական, վատատեսական եւ այտենց իմ կարծիքով ռեալին ավելի մոտիկ։ Լավատեսական սցենար հունիսի 7-ին ԲՀԿ-ն հավաքում է 55% եւ ավել եւ կազմում է կառավարություն։ Միայնակ իր ուժերով, իր ունեցած կադրային ռեզերվով կառավարություն է ձևավորում։ Ձեր ծրագիրը, ձեր կառավարության ծրագիրը, որ հիմիկվա ընտրողները հասկանան եւ քվեարկեն ձեր օգտին։ Տեսեք, գոյություն ունի պլատֆորմ, վստահաբար լսել եք, կոչվում է Առաջարկ Հայաստանին։ Մենք գնում ենք Առաջարկ Հայաստանի պլատֆորմով, որը իր մեջ ներառում է վերկուսակցական, պայմանական, այսենց անվանենք, վերկուսակցական մարդկանց կողմից, հասարակ մարդկանց կողմից, ժողովրդի կողմից, շատ այլ շարքվե ժողովուրդ բառը, ասենց ժողովրդի կողմից, ժամանակն մակրազետել իր։ Այնուամենայնիվ այ ժողովրդի կողմից առաջարկները, որոնք այն հարցերի շուրջ, որոնք հուզում են հասարակությանը եւ որի արժեվ կանգնած է այսօր Հայաստանի Հանրապետությունը, սկսած անվտանգային խնդիրներից, վերջացրած տնտեսություն, սոցիալական բլոկ, կրթություն եւ այլն։ Ընդ որում հատուկ ուզում եմ ընդգծեմ, որ պլատֆորմը ծրագիր Առաջարկ Հայաստանին գրվել է մարդկանց կողմից, իսկն հասարակ մարդկանց։ Պայմանական գյուղատնտեսությամբ զբաղվող մարդը ասում է ես գյուղատնտես եմ, չէ, ես խնդիր ունեմ իրացնելու իմ ապրանքը։ Առաջարկում եմ այսինչ տարբերակը, որ այդ ապրանքը ավելի էֆեկտիվ իրացվի։ Կամ օրինակ մարդ ով զբաղվում է օրինակ տաքսով, հա, ասում է տեսեք խնդիր կա 344 հոդված գոյություն ունի, որը սահմանում է քրեական պատասխանատվություն, եթե օրինակ դու որոշակի այդ պրավաների հետ կապված խախտումներ ես անում եւ այլն եւ քեզ կարող է քրեական պատասխանատվության ենթարկեն, ընդ որում այդ քրեական պատասխանատվությունը ինքը այնքան աբսուրդային է, որ մարդ նույնիսկ կարող է չիմանա դրա մասին, բայց ինքը դատված է։ Ու այդ պարագայում ինքը սկսած տարական բաներից վիզա ստանալուց վերջացրած լիքը խնդիրներ պատկերացրած, որ այդ դատվածություն կա։ Կամ օրինակ նույն տաքսիստները ասում են տեսեք մեր մոտ 13 բալանոց համակարգ է եւ այդ համակարգի ներքո անարդար է երբ որ տաքսի քշող մարդը ենթարկվում է նույն կարգավորումների ինչ ես կամ դու, որովհետեւ մենք մեքենա ենք քշում օրինակ օրը 2 ժամ, տաքսիստը քշում է օրը 8 ժամ, պայմանական կամ 10 ժամ կամ 12 եւ բնականաբար որ իր խախտումների ուզես չուզես տեսնում ես Երևանը ինչ վիճակում է փոս ու փոսը փոսի վրա քան դու քարապ, այսինքն դու չունես հնարավորություն լրիվ օրինական քշես, բայց նույնիսկ այդ պարագայում անարդար է որ 13 բալի մուքի մոտ է ու իրանց մոտ է 13 բալ եւ այո իրանցը պետք է ավելացվի, ես օրինակներ եմ բերում կամ ամենակարևորագույն օրինակ, եթե գլոբալից խոսանք, հա, երաշխավորված խաղաղության կոնցեպտը, որտեղ մեզ առավոտից իրիկ ունես իշխանությունը համոզում է, որ խաղաղություն է բերե, հա, տենց ինչ-որ լուրջ դեմքով, տենց ման են գալ, ինչ-որ բաներ են խոսում, զգում ես ինչ կոռեկտ եմ ես, ինչ-որ բաներ են խոսում, բայց երբ որ ասում ես դե լավ, ենթադրեն գնացիր Թուրքի հետ,
ներողություն պաչպարոշտ եղար, թուրքը ասաց վերջ, ես էլ ձեզ մատով չեմ կպնի, էս տվեք։ Շուտ թուղթ ստորագրեց։ Վաղը առավոտ թուրքը արթնացավ, ասաց չէ, օրինակ ուզում եմ էլ ինչ որ բան։ Քո երաշխիքը ո՞րն է, որ ինքը դա չի անի, այսինքն խաղաղությունը, չէ, ինքը պետքա երաշխավորված լինի, սրանց ասելով չի, հա։ Հիմա մենք առաջ ենք բերում կոնցեպտը երաշխավորված խաղաղության, այսինքն խաղաղության, դե լավ, սենց ասեմ, Ադրբեջանին զսպելու եւ Թուրքիային զսպելու մեխանիզմը ո՞րն է, որ ինքը գոնե քու հետ վատ, անարդյունավետ, մեր շահերը ոտնահարող, բայց այնուամենայնիվ պայմանագիր է կնքել։ Դու ո՞նց ես իրան ստիպելու, որ ինքը այդ պայմանագիրը կատարի։ Կամ մեխանիզմ։ Եվ այդ մեխանիզմը իր մեջ ներառում է նվազագույնը երաշխավորված ճարտարապետության ինստիտուտի ձևավորումը, որը սրանք գլուխ էլ չեն հանում։ Սրանք ես նկատում եմ իշխանությանը, որովհետև պատկերացրու ինչ աբսուրդային իրավիճակի մեջ ենք, երբ որ իշխանությունը կանգնում ասում է երաշխավորված խաղաղությունը վատ է։ Ասես դե լավ։ Կամ ավելի աբսուրդ է։ Չէ, չի ասում վատ է, իրենք ասում են Տրամպը ասել է, խնդիրը լի կզանգես։ Դա որ Տրամպը այն որ շփոթում է Հայաստան-Ալբանիայի հետ, այդ նույն Տրամպն է, կարող է իրանց համար ուրիշ Տրամպ գոյություն ունի։ Ես չգիտեմ իրանց համար ինչ Տրամպ գոյություն ունի, բայց արի վերադառնանք մեր գառնուկներին։ Եվ երաշխավորված խաղաղությունը ենթադրում է Իրանից ճարտարապետություն անվտանգային, որը իր մեջ ներառում է ներքին համերաշխություն, բանակի ամրապնդում, նվազագույնը արի համաձայն լինենք, որ առանց նվազագույնը կայուն տնտեսության, այսինքն այն բաղադրիչի, որը փող պետք է որ դու բանակ պահես, դու չես կարա ձևավորես։ Երրորդը դա երաշխավորների ինստիտուտ, հաճախակի երաշխավորների ինստիտուտը սրանք փորձում են ֆրցնել լոկ Ռուսաստանի վրա կամ լոկ օրինակ Եվրասիական վեկտորի, ոչ։ Երաշխավորների ինստիտուտը ենթադրում է մի համակարգի ձևավորում, որտեղ Հայաստանի Հանրապետության գոյությունը ձեռնտու է Իրանին, Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին, Եվրոպային, Չինաստանին, պայմանական։ Փաստացի իրանց ասածով, էլի մտնում ենք ռուսի սապոգի տակ կամ ֆրանսիացու յուբկի տակ։ Գիտես, ես իրանց մաղթում եմ իրանք առաջի հերթին միաթելը թուրքի падաձալնիկի տակից դուրս գան։ Սկսենք դրանից, որովհետև երբեք Հայաստանը ոչ ռուսի սապոգի տակ ա եղել, ոչ ոնց ասեցիր, ֆրանսիացու յուբկի տակ։ Ֆրանսիացու յուբկի տակ չի եղել, եւ ով իրան թույլ է տալի այդպիսի արտահայտություններ բերել քաղաքական խոսույթ, ինքը նվազագույնը վիրավորում է այն մարդկանց, ովքեր 30 տարի, հա, նվազագույն միջև իրենց հայտնվելը Հայաստանի Հանրապետությունում արարել են, ապրել են դժգոհ լինելով, բողոքելով, չգիտեմ ինչ անելով, բայց այնուամենայնիվ դու այդ մարդկանցից մեկն ես։ Եվ այստեղ պետք չէ էլի թացը չորի հետ խառնել եւ այո ոչ մեկի տակ մտնել պետք չի։ Առաջին հերթին պետքա ձևավորել, իջալոց ես հիշում եմ ակամայից իմ ու քո զրույցը թերևս 2015 թվականին, ես օրնել եմ հիշում, երբ որ մենք իրար հետ ընկերական բանավեճի մեջ փորձում ենք հասկանենք 15 թիվներ, ամեն ինչ հələ ոնց որ բաներ, մենք փորձում ենք հասկանենք վեկտորը որը պետք է լինի ու մենք եկանք այն եզրակացության, որ պրո-հայկական վեկտորը ձեռնտու է ռուսին էլ, ամերիկացուն էլ, իրանցուն էլ, չինացուն էլ, որովհետև պրո-հայկականը ենթադրում է քու շահերի պաշտպանությունը առանց սրա նրա դուդուկի տակ տրենգի ապարելը։ Եվ ըստ էության մենք նոր բան չենք ասում, մենք ընդհանրապես ասում ենք հետևյալը, որ այսօրվա իրավիճակը, որը ձևավորվել է Հայաստանում բոլոր ոլորտներում, ինքը կամ աճպարարություն է, կամ թոս փչոցի է, կամ տարական սուտ է, ուղակի, գիտես, այն մակարդակի սուտ, որ դե լավ, քանզի գնաց հա այսպիսի բաց խոսացում։ Ես ուզում եմ մի քիչ ներխուժեմ քո հետ։ Ներխուժի։ Ասածների մեջ ու ասեմ ես օրինակ ներկա իրավիճակը որպես աղետ եմ գնահատում։ Շմեղ մեզ գնահատում։ Ну հա, օրինակ շատ པարզ իրավիճակ, ну դու ասեցիր տնտեսությունը շատ կարևոր է։ Երբ որ դու ունես մեկ սենյակնոց բնակարան, որի 29 քառակուսի մետրը շատ կախված է հարևանից, որի միջով դու ստանում ես եւ գազը, եւ ջուրը, եւ լույսը, քանի որ քո բնակարանի մեջի գեներատորը անջատել ես կես տարով, յանիմ թե ռեմոնտ անելու համար։ Ու մեկ էլ այդ հարևանի մոտ խնդիր է առաջանում դռան դեմը։
իսկ քո տնտեսության պատասխանատու նախարարը փոխանակ զբաղվի ճանապարհների բաց լինելով եւ այլն գնում է եւ մասնակցում է քյաբաբ փարթիին, համերգներին եւ քաղաքը կատվածար է լինում հեղուկ գազի պակասի պատճառով, սննդային պարենային մթերքի ներմուծման եւ արտահանման պատճառով դա աղետ է։ Չգիտես, ես ասեմ ավելին, աղետը արդեն իսկ եղել է եւ ինքը շարունակական բնույթ է կրում, սա սենց ասենք, սա արհավիրք է, անվերջ արհավիրք է, մի լավ արտահայտություն կա, ռուսերեն էլ, անգլերեն էլ, հա, ասում է, ավելի լավ արհավիրքը լինի մի անգամ ու անցնի, քան դու մշտապես այդ արհավիրքի մեջ ապրես եւ ինքդ քեզ համոզես, որ դա այդպես չի։ Երբ որ դու մեջ բերում ես, չէ, ասում ես, այ սենց վիճակը, ես քեզ մի բան ասեմ, Փառք ասում ենք երեկվա երեխեք չենք ու ամբողջ գործընթացը, որը վերջին 30 տարվա ընթացքում տեղի է ունեցել, ես ու դու ականատես ենք եղել եւ ասեմ ավելին, դու ավելի շատ, ես միգուցե ավելի քիչ, բայց այնուամենայնիվ ես դու հաշտ չենք եղել նույնիսկ այն ժամանակ ինչ էր կատարվում։ Բայց ամենամեծ աղետը գիտես ինչու՞ն է, ով ինչ ուզում է ասի, ով ինչ ուզում է ասի, գոյություն ունի, հիմա նախինների մասին չի խոսքը գնում, ինստիտուտների մասին է խոսքը գնում։ Գոյություններ հետևյալը, եթե մարդ պայմանական դիվանագետ է կամ դիվանագիտությունից հասկանում է, ինքը դիվանագետ էր։ Եթե մարդ տնտեսությունից լավն է, վատն է, այդ չեմ խորանում, տնտեսությունից հասկանում էր, ինքը տնտեսությամբ էր զբաղվում։ Եթե մարդ, դե լավ, այսենց ասենք, ամենավարձուցիչը գիտես որն է, սրանց գործունեության, ասեմ քեզ որն է, վստահաբար դու էլ ես տեսել, որ անձրևի ժամանակ, խայտարակ անձրևի ժամանակ սրանք ասֆալտ էին փռում։ Վստահաբար տեսել ես, չէ՞, ողողված է վիդեոներ, լապատկով ասֆալտը փռում են ու մի հատ դեմք է դուրս գալիս, հենց լուրջ դեմքով ու ասեն, մենք փռում ենք ասֆալտ, տես այդ մարդիկ ապրում են այս վարկյան, այսինքն այս պահին, ինչ կլինի վաղը իրանց հետարքիր չի, նույն վերաբերմունքը տնտեսությանն է։ Դու մի զարմացի, երբ որ Հայաստանում հեղուկ գազի պակասությունը պատասխանատուն դուս ագես, ես չգիտեմ ինչից է։ Ախպեր խի պետք է ես իմանամ, կամ Չէ, ինքը ելնում ասում է Լարսը փագ է, ես ինչ անեմ։ Կամ երբ որ գիտես ամենափայլուն օրինակը այս օրերին իրենց թիմակից անուններ չեմ գիտես էլ իմ վերաբերմունքը մի աղջնակ կա իրենց թիմակից լուրջ դեպքով խոսում ուրեմն ինչ ասում հա մի մտածեք որ Լարսը կփագեն Ադրբեջանով ալտերնատիվ ճանապարհ կա ինքը չգիտի որ այդ ճանապարհն էլ է Ռուսաստանով մտնում Վրաստան հետո Ադրբեջանա գալիս Կիսաբաց լուսամուտների ռեդակտորներից է այդ չգիտեմ չեմ ես ամենայն հարգանքով գիտես ես սփան եմ ելնում բայց մամա ջան դու պատկերացնես որ մարդ տեղյակ չի որ տրանզիտ ապրանք օրինակ Ղազախստանով երբ որ գալիս է չէ ինքը մեկը մտնում է Ռուսաստանի տարածք ու հետո նոր հատում է օրինակ Ադրբեջանի տարածք այսինքն էլ մենք ինչ ենք խոսում Սերգեյ ջան մենք ինչ ենք ուզում մարդկանցից ովքեր կոնկրետ ես ուզում եմ որ իրանք այլևս չլինեն կառավարման տես խնդիրը հետևյալ այմա մեզ հերոստատիտողով նայում է չէ ասում է Աբովյանը Չամանյանի հետ նստած էս խեղճերին քլնգում են Ժորժ ջան ուրեմն ձեզ մի գաղտնիք բացեմ իշխանությունը չպետք է լինի խեղճ չի կարելի որ իշխանությունը լինի բունկերում փակված ու ստիպված ստորագրել թղթեր հա որ մեկը լեգենդները չէ ասպա պիստոլետը դրել էին արա գժվելու բան բայց գիտես չէ մարդիկ կան որ հավատում են ասեմ քեզ ավելին մարդիկ կան հավատում են ասում են Դուշանբեի լիֆտում իրան փոխել են այսինքն ինչպես են Դուշանբեի լիֆտի որ լիֆտում մի շուտ էս պատմեն այն արել լուրջ եմ քեզ ասում հա ու Աննան նորա ջոգե ու նոր իրանից գնացել է չգիտեմ ես իրանց ընտանեկան հարցերի մեջ ես գում եմ փորձում ներկայացրել այս չեմ մտնում տես խնդիրը նրանումն է իշխանության մեջ չի ավելի շատ խնդիրը այն տեղեկատվական չնասխալ արտահայտած իշխանության մեջ այն տեղեկատվական աղբի որը ողողում է տեղեկատվական դաշտը ու ստիպում է
մարդկանց, ովքեր իմ ու քոպես քաղաքականության մեջ խորացած չեն, եւ դա նորմալ է։ Իմ ու քոպես առավոտից երեկո կներես այդ հերախոսները ձեռը մենք չենք նայում ինչա կատարում։ Մարդիկ ապրում են իրանց առօրյայով։ Ու երբ որ այդ առօրյայով ապրող մարդուն գալիս են ասում են խաղաղություն, չէ՞։ Լավ բան է։ Սենց է soft power-ը, փափուկ ուժ, հոп մարդու մեջ նստես, բայց երբ որ ասում ես ընկեր, էսի խաղաղություն չի, սա ուրիշ process է, սա շատ վատ process է, որը սողացող օկուպացիա է, օրինակ նախընտրական հրադադար է եւ այլն եւ բերում ես արգումենտացիոն բազան, չէ՞, միանգամից հետևիցդ գալիս է, միանգամից ահռելի տարապ տեղեկատվական աղբի։ Այսօր գոյություն ունի հետեւյալ խնդիրը. Հայաստանի Հանրապետությունում դասական առումով չկա քաղաքականություն, չկա ուղակի չկա, որովհետև քաղաքականությունը ենթադրում է որոշակի կանոններ, չէ՞ վարվելու։ Երբեք չի ենթադրում քաղաքականությունը, կներես հերախոսը դնեն ու սկսեն վիրավորել ապանենտին, ինչքան էլ դու չսիրես քո ապանենտին։ Իշխանության մասին է խոսքը գնում։ Բայց մինչև 18 թվական դա չկար։ Շատ բարձ պատճառով, որովհետև 18 մինչև 18 թվական գոյություն ունեին որոշակի խաղի կանոններ, որոնք կարող է իմ դուրը չգային, քո դուրը չգային, կային, չէ՞, կա, ամեն ինչ էլ կար մինչև 18։ Չէ, բայց ես հիշում եմ եթերում վիրավորանք կամ Կներես, համացանցում մինչև վիրավորանք։ 18 թիվ, եթե ինչ-որ մեկը մեկի ընտանիք մտներ, խոսքը չի գնում ընդդիմության մասին, ես չեմ ուզում հիմա ոչ մեկին կյանք սովորացնեմ, բայց երբ որ մտնում էին ինչ-որ մեկը մեկի ընտանիք, թե իշխանությունը, թե ընդդիմությունը հատատա էին տալի, ասում էին ախպեր կանոնիկին, երեխեքին մի խառնեք, տենց չէր։ Արի ճիշտը խոսանք, ու նույնիսկ մեր ամենակատաղի օպոնենտները, ասում են այո, ճիշտ եք։ Ասեմ ավելին, դու պատկերացնում ես, հիմա մենք նոստալժի երեկո չենք անում, այդ 18 թվից առաջ, բայց այնուամենայնիվ գոյություն ուներ հետևյալը։ Միգուցե կոպիտ հնչի, բայց պետք է ասեմ։ Մարդ իր խոսքի համար պատասխան էր տալի։ Հիմա չասեն ոնց էր տալի, ինչ էր տալի, խի էր տալի, ոնց, ինչ չէ, եթե մարդ ինչ որ մեկին վիրավորում էր, ինքը պարտավոր էր այդ վիրավորանքին պատասխան տար։ Ես չեմ ասում, այո, պատասխան տալու մեխանիզմներ շատ վատ կային, ես դա չեմ արդարացնում, շատ վատ է, բայց այնուամենայնիվ գոյություն ուներ նաև հանրային պարսավանք, որը աշխատում էր, արի համաձայնվի, էլի, որը աշխատում էր, ասում էին, օրինակ պայմանական էսի օթա փչում։ Всё, էլ իր այդ ոչ մեկ գործ չեր անի, իր այդ նույնիսկ կարող է բարևել չտային, չեմ ասում տենց դնեին, բռնեին, ծեծեին կամ եսիմ ինչ անեն։ Չէ, այդ շատ վատ բան է։ Վերադառնալով ծրագրային դրույթներին։ Ահա։ Առաջարկ Հայաստանին Այո։ հաղթում եք ընտրությունները, արտաքին քաղաքականությունին ինչ եք անելու։ Միանշանակ բազմավեկտոր, ոչ թե այնինչ այս իշխանությունը անվանում է կախվածությունը բոլորից, դա անկախություն, լսել ես էդի, արա ֆանտաստիկա է, ուրեմն ասում է կախվածությունը բոլորից, դա նշանակում է, որ դու ոչ մեկից կախված չես։ Դա գիտես ինչի նման է, դա չեմ ուզում էլի վատ օրինակներ բերեմ։ Վատ նարկոմանի օրինակն է, որը նստած է տարբեր ասեղների։ Այսինքն ապրես տարբեր դեղերի վրա, երբ որ դու նստած ես, դու նարկոման չես։ Դու տենց ինչ որ առօրյայով ապրող ես։ Հաշվարկը արված է մարդկանց ես չգիտեմ ինչու այս իշխանությունը որոշել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բոլորը անմեղսունակ են։ Ուրեմն ով տենց մտածում է անմեղսունակը ինքն է, խնդիրը դրանում չի, այլ այնպես բաներ են ասում, որը ուղղակի դու շոկի մեջ ես գցում։ Հիշում ես մենք հա շոկի մեջ ենք ընկնում։ Իս շոկի մեջ ընկած մարդը ռացիոնալ չի կարող մտածի։ Արտաքին քաղաքականությունը վերադառնանք։ Այո, առաջարկ Հայաստանի կոնցեպտը ենթադրում է արտաքին քաղաքականություն, իրատեսական արտաքին քաղաքականություն, որի շեշտը հայակենտրոնությունն է։ Այսինքն դու չպետք է սպասարկես այս, չգիտեմ, աշխարհակաղակական կենտրոնի շահերը ի վնաս այս մյուսի, կամ հակառակ այս մյուսին քցես, խափես, սպասարկես այս մյուսի շահերը։ Իմիջիալոց էլի եմ վերադառնում մեր 15 թվի զրույցին։ Ուզում եմ գտնեմ որտեղ է այնտեղ հայակենտրոնությունը։ Հայակենտրոնությունը նրանումն է, որ կլինի դա Ռուսաստան, կլինի դա Չինաստան, կլինի դա Միացյալ Նահանգներ, կլինի դա Եվրոպա, կլինի դա Իրան, իրատեսական։ Իրենց այդ հարաբերությունները պետք է կառուցվեն միայն եւ միայն Հայաստանի Հանրապետության շահերից դուրս գալով, այսինքն կոպիտ օրինակ եմ բերում, եթե թրիփը
որը ըստ էության Զանգեզուրի միջանց կա, ձեռնտու է Միացյալ Նահանգներին, Եվրոպային, Թուրքիային, Ադրբեջանին, ինչու ոչ Միջին Ասիային, չէ՞ միջին ու մարդիկ ճանապարհ են բացում։ Եվ կարողա ձեռնտու լինի, չգիտեմ, վաղը մյուս օրը այլ խաղացողներին, բայց ինքը մեր հաշվին է, մեր տարածքի հաշվին, ինքը չպետք է լինի։ Ուղղակի չպետք է լինի։ Իսկ ոնց պետք է լինի, որ ինքը ձեռնտու լինի։ Նվազագույնը դու չպետք է կորցնես քո երկրում ներսում կոմունիկացիոն ուղիների վրա լիակատար վերահսկում։ Այսինքն ոնց Վրաստանից օրինակ տրանզիտ գնում է, չէ՞, իրանական բեռը Հայաստանով գնում է մտնում է Վրաստան, փոթի նավահանգիստ եւ գնում է այլ տեղ։ Նույնն է այս պարագայում։ Փորձում են, գիտես ինչ անեն, փորձում են ի սկզբանե պարտված, ի սկզբանե հանձնած, ի սկզբանե կեղեքված օրինակ ինչ-որ մի գաղափարը մեր հաշվին իհարկե պարտված ներկայացնել որպես հաղթանակ։ Սա իմիջիալոց հոգեբանության մեջ sense մի արտահայտություն կա, կոչվում է ակնհայտը մերժելու մոլուցքը։ Երբ որ մարդ կայնում ասում է ճղեք մեջտեղից օրինակ, չգիտեմ, մածունը սև է, տենց ասում, մածուն, մեզ խաբել են, ախպեր, մեզ խաբել են, մածունը սև է, ժողովուրդ։ Վստահ է, չէ՞ որ սեգմենտ կլինի ժողովրդի, որ կասի, արա հայելի, դե գալստուկով մարդ հա, տենց կաբինետում է նստում, կաբինետներում են նստում, տենց պատավատ ունեն, կարող է իրանք իրականում ճիշտ են։ Այսինքն մենք պետք է նույն առաջարկ Հայաստանով նվազագույնը առաջինը ներգրավենք եւ ներգրավել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին process-ի մեջ, այսինքն ախպեր, դու որ խոսում ես խոհանոցում, ասում ես լավ չի, քու ցավը տանեմ, գիտես լավը ոնց է, օրինակ ինչ որ ոլորտային։ Ասում հա, արի նստենք, հասկանանք լավը ոնց է, ոնց ենք մենք սա առաջ տալիս։ Սերգեյ աշխատեց։ Ես ապշած էի, որովհետեւ ճիշտն ասեմ, առաջին, երբ որ մենք ինքը ոնց որ նեֆորմատ էր, էլի։ Մարդիկ sense ինչ որ նո անսպասելի է, երբ որ փորձում մեկ էլ երբ որ զգացին, որ կանչում են, երբ որ Գագիկ Ծառուկյանը սկսեց խոսել, ասում է, օրինակ ասում է, այ sense առաջարկա սրա շուրջ աշխատում ենք, դե պարզ այդ Սարաֆանի ռադիոն սկսեց աշխատել։ Բերդ քաղաքում ապրում է, բարևում եմ Բերդ քաղաքին։ Բերդ քաղաքում ապրում է Մարտ Արկադյան 70 անց մարդ է 20-ից ավել առաջարկներ ունի այդ մարդը 20-ից դու պատկերացնում ես ինչ ոլորտի օրինակ արի ինքը սենց ասեմ ինքը Սևանա լճի հետ կապված դա մենք գիտենք չէ որ Սևանա լճի խնդիրներն են Սևանա լճի հետ կապված խնդիրները բիոզանազանության պայմանական հա որովհետև գիտենք Սևանը կհիշեցնի այսինքն նույնիսկ էկոլոգիական պլատֆորմը հարցեր ես ասեմ քեզ ավելին ես անձամբ հանդիպել եմ Կարճախբյուր գյուղում Գեղարքունիքի մարզում մի մարդու գյուղացի մարդ որը դու գիտես ես վերլուծաբան եմ քաղաքական վերլուծա սաղ կյանք այդ գործն եմ արա այնց քաղաքական վերլուծություն արեց չոքերս թուլացել էր ես անկեղծ եմ ասում խորությունը մտքի ստրատեգիական մտքի ասում եմ հոп ես հիշեցի կամ օրինակ նույն Գեղարքունիքի մարզ մարդիկ կանգնեցին ասացին ժողովուրդ մենք բերքը հավաքում ենք բերքը փչանում է ինչ պետք է անենք հարց ենք տալի մթերման պожалуйста մթերման կայան ուրիշ բան նույն տաքսիստերին ես ասացի 344 այդ հոդվածը որը ուղակի շոկային է կամ որ օրինակը բերեմ չգիտեմ բացի տնտեսությունից սոցիալ կրթություն սաղս էլ գիտենք խայտարակ վիճակը կամ տեսել ես Թորոսյան Արսենը լուրջ դեմքով որ հանգիստ լուրջ դեմքով որ դուս եկավ ասաց թոշակառուն ինքը արդեն այդ նվազագույն թոշակները ունի ինչ որ հաշվարկներ էր անում վերջ թոշակառուն ինքը վերջ պետությունը լուծել է թոշակառուի հարցը ես առաջարկ ունեմ անում Թորոսյանին արի մի հատ պայմանական միջին թոշակառու գտնենք դու թոշակառուին դու քո աշխատավարձը ու քո պրեմիան քանի որ տենց ուժեղ ես էլի տենց արդեն վсё դու թոշակառուների հարցը լուծել ես ինքն էլ քեզ կա քո թոշակը կամերաների դեմը մի ամիս չնաս չի ձգես անտրությունները կամերաների դեմը մի ամիս հլա ապրի այդ թոշակով հասկանում ես ուղղակի անհավանական մակարդակի մանիպուլյացիաները որոնք արդեն այսօր
Իմիջիալոց առաջարկ Հայաստանին երբ որ սկսում ես աշխատել այդ ծավալի ինֆորմացիայի հետ, դու մեկ էլ հասկանում ես, որ իրականում այս իշխանությունը ժողովրդից կտրված է։ Իրականում կտրված է։ Հիշում ես մի հատ արտահայտություն էին, ասացել էին մենք օրգանիկ կապ ունենք ժողովրդի հետ։ Ես մի անգամից օրգանիկ մնացուկների մասին մտածեցի։ Չէ, իսկ ոչ օրգանիկ կապը ո՞րն է, պլաստմասով, չգիտեմ, ինչով բազալտով, չգիտեմ, ես չեմ փորձում իրանց մտքերը արտացոլել կամ հասկանալ։ Երջանիկ մարդ ես, ես ստիպված եմ, ցավը։ Ես ուղղակի ուզում եմ, որ մեր ունկնդիրները լսեն ու հասկանան ձեր ծրագրի նայ մեր բաղադրիչներից ոնց կարելի է համապարփակ ծրագիր կառուցել եւ այդ ծրագիրը ինչ բարիք կբերի Հայաստանին։ Տեսեք, ծրագիրը կառուցված եւ կոնկրետ անձին։ Օրինակ, մի հատ Վալոդիկա նստած քանաքերում նստած է ու նայում է տխուր հայատ։ Գիտի որ քանաքերցեմ էլի։ Տխուր նայում է հայատ, մարզա սրահ չկա, մարզադաշտ չկա, դպրոցում ստիպում են, չգիտեմ, հեռախոսը պահել, բայց ու սովորել, որ հայերը վատն էին ու այդ մենք ենք մեղավոր ցեղասպանության մեջ ինքնուրույն էլի գնացին։ Կամ եթե Ստեփանակերտում ոչնչացում են եկեղեցին, դա իրանց ինքնիշխան Վալոդիկը դպրոցը ավարտում է, գալիս է իր առաջին ընտրությունները հունիսի 7-ին։ Ինչի ինքը պետք է քեզ ընտրի։ Ձեզ ընտրի, ձեր շատ པարզ պատճառով, որովհետև առաջարկ Հայաստանի կոնցեպտը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնական տեսլականը առաջինը մարդակենտրոնն է եւ երկրորդը ինքը առաջարկում է իրական գետնի վրա, այսինքն վերացման չէ, լինեն չավո բախտավոր լուծման եղանակները, որոնք արտացոլված են առաջարկ Հայաստանի, այսինքն պապունկտն է։ Անենց չի որ նայ, շատ ճիշտ ես անում դու միջալոց, երբ որ ասում ես, դե լավ, արտաքին քաղաքականությունը ոնց կլինի, ես փորձեցի բացատրել։ Նույնը վստահաբար իմ գործընկերները, ովքեր տնտեսական բլոկով են աշխատում, ասեմ քեզ ավելին, գաղտնիք բացեմ, դե լավ, էքսկլյուզիվ է։ Դավայ։ Օրեր առաջ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Բարգավաճ Հայաստան ոչ միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության, այլ առհասարակ, այն քաղաքական եւ ոչ քաղաքական, ուժերի մարդկանց հավաքը, ովքեր ներգրաված են առաջարկ Հայաստանի կոնցեպտի թե ձևավորման, թե աշխատանքային գործընթացների նստած խոսում ենք թոշակներից Պարզա տարբեր մտքեր են գալի, տարբեր բաներ են գալի, այսինքն տարբեր առաջարկներ են գալիս եւ առաջարկներից մեկը հետեւյալն էր, որ եկեք սահմանենք թոշակը նվազագույնը 100,000 դրամ։ Ու այսինքն այդ 100,000-ով դուրս գանք եւ քարոզ արշավ անենք։ Հենց անմիջապես Գայիկ Ծառուկյանը ասեց՝ «Ստոպ, իրատեսական, հա»։ Ասեց եկեք մի հատ դնենք հաշվենք, ինքը իրատեսական է, այդ թիվը կարելի է էլ 100,000 ասենք, կես միլիոն ասենք ինչ ա եղել։ Եվ հաշվարկների պարագայում պարզվեց, որ այն մեխանիզմը, որը պայմանական մենք ենթադրում ենք, ինքը աշխատող չի։ Եվ փոխեցինք մենք այդ մեխանիզմը, ասելով չէ, մենք ժողովրդին իրավունք չունենք անիրատեսական բան ասենք։ Սերգեյ ջան, որովհետև կրկնեմ, ժողովուրդը ինձանից քեզանից շատ լավ կարող է կալկուլյատորով էլ հաշվարկ անի, գլխի մեջ էլ հաշվարկ անի։ Բայց ուրա այս 8 տարիքի հաշվարկ չեն անում, կասես։ Շատ բարձ պատճառով, որովհետև ինձանից լավ գիտես։ Մարդկանց պահում են շոկային տերորի տակ, պահում էին, շոկային տերորը դադարեց աշխատել, մարդկանց հիմա պահում են ինչի վրա։ Մենք աշխարհի միակ պետությունն ենք, որտեղ իշխանությունը մեզ սպառնում է պատերազմով, եթե ինքը չլինի իշխանություն, չկա աշխարհում էլ ուրիշն էս պետություն։ Պատկերացնում ես, ընդ որում այդ սպառնալիքը հարց ես տալի ինչի համար։ Աստված հերը բոլորի տնից տեղից, բա որ ձեզ մի բան եղավ։ Կրկնում եմ, Աստված հերու։ Այ ժողովուրդ ջան, մեզ շանտաժի են ենթարկում։ Շանտաժի ասելով, եթե մենք չլինենք, կլինի պատկամը ով ինչ է, եթե մենք չլինենք, դրանց չեմ հիշում անունը ով էր, ասում եմ կլինի պատերազմ։ Չի լինի Եվրոպա, չի լինի, ես լսում եմ եկել, սպասում եմ որ պետք է ասի, եթե իրանք չվերանտրվեն, արև էլ երբեք չի ելնի, գարունը չի գա, ցոգոլը չենք ուտի։ Սարիկի բոցը ամենաուժեղն է, որ ասեց, եթե Նիկոլը չլինի վարչապետ, Հայաստանը չի լինի։ Պատկերացնում եք, Հայաստանը չի լինի։ Ես կարող եմ ասել միայն մի բան։
Առաջարկ Հայաստանի կոնցեպտը իր մեջ ներառում է ձեր առաջարկները, որոնք Իսկ կա ինչ որ հարթակ, որ օրինակ ունկնդիրները կարող ուղարկեն իրենց նամակներով կամ ինչ որ այո, հարթակը հաղորդակցությունը կա, առաջարկ Հայաստանի հարթակը կա, բացի մենք պրեզենտացիա ենք արել շատ շուտով բուկլետներում եւ այն պաստառներում, որոնք մենք տեղադրելու ենք, լինելու է QR կոդ, խփում եք QR կոդին, մտնում եք եւ ծանոթանում եք թե առաջարկների հետ եւ եթե կան առաջարկներ հիմա, ապա Բարգավաճ Հայաստան կուսակցության կամ առաջարկ Հայաստանի գրասենյակներից յուրաքանչյուրը, որոնք հիմա բացվում են արդեն քաղաք Երևանի եւ մեր մարզերում, հա, մտեք եւ առաջարկությունը արեք, տեսեք, ամենակարևորը եւ սա ունիկալ իրավիճակն է, որ ձևավորվել է մի հարթակ եւ մենք այդ հարթակով ենք գնում ընտրության, որտեղ դուք այն խնդիրը, որը դուք տեսնում եք, դուք վստահաբար տեսնում եք, ինձանից լավ եք տենում։ Լուծման եղանակը հենց դուք եք ձևավորում։ Եվ այո, մեր հանձնառությունը, մեր պարտավորությունը ձևավորել մի համակարգ, երբ որ ձեր առաջարկը կաշխատի ի բարօրություն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի։ Իսկ դա հնարավոր է։ Ժորժ ջան, մեզ այնքան է խափել, արդեն հոգնել ենք։ Ոչ իրականում էլի մեկ էլ sense բան է սլնում, ասում ես դե լավ, մարդիկ ում պետքա հավատան։ Եվ այստեղ գալիս է այս կոնցեպտը հավատա քեզ։ Անգեր հավատա քեզ, դու ասում ես էսա խնդիրը, պայմանական, չգիտեմ, պրավի խնդիրը, տաքսու խնդիրը, միջազգային հարաբերությունների, պատերազմ, խաղաղություն եւ այլն, խնդրեմ արի։ Արի այդ լուծումը փորձենք իրար հետ գտնենք եւ եթե գտանք այդ լուծումը ես պաշտոնապես հայտարարում եմ, մտնում է ծրագրի մեջ եւ ընդ որում ինքը ստատիկ ծրագիր չի։ Այսինքն այնպես չի որ հիմա Արմանը Սերգեյ հետ խոսում են վերջ այդ ծրագիրը կա, միտե դրած է, տես ցածաներ են նստած, գալստուկներով, տես կաբինետներում գրում են, ոչ, ինքը մշտ, այ հենց հիմա վստահաբար մարդիկ կան, ովքեր մեր շտաբերը բերում են կամ մեր գրասենյակները բերում են իրենց առաջարկները եւ այդ հողի վրա մենք սկսում ենք աշխատել։ Այ հիմա հենց այս պահին աշխատանք։ Այսինքն արմատային ժողովրդավարությունն է։ Փորձում եք այդ grassroots-ը բերեք Հայաստան ու պոպուլիզմից ձերբազատվենք։ Գիտես, կարծում եմ հա։ Որտեվ նույնիսկ դե յուրաքանչյուր քաղաքականություն ինքը պոպուլիզմ է, մեջը ենթադրում նաև էլեմենտներ, բայց մեր պարագայում մենք փորձեցինք եւ կարծում եմ ստացվել մինիմիզացնել, իջացնել պոպուլիզմի մակարդակը, որովհետեւ ծայրահեղ պոպուլիզմը քանդեց մեր տունը, սաղիս։ Եվ հիմա մենք խնդիր ունենք վերականգնենք մեր տունը, հասկանում ես։ Եվ այս պարագայում ով պետք է վերականգնի, ով չի լինի ժողովուրդ մոռացեք, ձադյաներ չեն գա դրսից, ոչ մեկ մեր տեղը մեր հարցերը չի լուծելու։ Սա մենք պետքա հասկանանք, երբ որ մեր ասում են վերջ գնում ենք Եվրոպա, Եվրոպան մեր հարցերը կլուծի։ Վերջ գնում ենք չգիտեմ ուր մեր հարցերը կլուծի։ Ժամանակին ասում էին հոп գնում ենք Ռուսաստան, Ռուսաստան մեր հարցերը կլուծի։ Հետո ինչ որ մեկը հայտնվեց, ասեց հիշում ես, ասում էր վсё, Հնդկաստանն է մեր փրկությունը, փրկությունը չէ, փրկությունը։ Այ ժողովուրդ ջան։ Եվ եզրափակելով մեր այս բովանդակալից զրույցը, ես կասեմ, որ քո կոչը պետք է լսելի լինի եւ հունիսի 7-ին բոլորս մեկ մարդու նման վեր ենք անում, վեկարում ենք մեր անձնագրերը եւ գնում ենք ընտրատեղամասկ եւ քվեարկում ենք ամեն մեկս մեր խղճով եւ սրտով եւ իհարկե գլխով մեր երիտասարդների, երեխաների ապագայի համար։ Ես մի բան ավելացնեմ, մի նախադասություն։ Հիմա նայ կարող տարօրինակ բան ասեմ, բայց ես էդի կասեմ, ժողովուրդ ամսի 7-ին խնդրում եմ, ում ուզում եք ձեր ձենը տվեք, բայց գնացեք ընտրատարածք, ում ուզում եք, չստացվի ես հիմա ինքս ինձ եմ գովազդում կամ իմ քաղաքական ուժը, իմ հարազատ քաղաքական ուժը, ախպեր, ում ուզում ես գնա ձեն տու, մի նստի տունը, թույլ մի տու, որ խոհանոցում դու նստած բողոքես, հետո խոհանոցի դուռը լինելու է դա, եթե չգնացին ընտրության, թուրքը քացով խփի մտնի ներս, քեզ տանից հանի, էլ ոնց ասեմ, ախպեր ես չեմ ուզում տենց լինի, դու սա քեզնից ինչ 20 րոպե ծախսես, գնա 20 րոպե, ում ուզում ես ձենդ տու,
Իսկ ձեզ կխնդրեի բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, տարածել մեր տեսանյութերը եւ իհարկե մեկնաբանություններում ձեր կարծիքը եւ ձեր հարցերը պարոն Աբովյանին եւ հարթակի մասին մենք կաշխատենք մեկնաբանություններում նաեւ տարածել այդ QR կոդը, եթե կլինի, ինչեւ որ դուք հնարավորություն ունենաք ձեր կարծիքները հայտնեք։ Ստեսություն։